Հայերը չեն կարող հավատալ Եվրոպական միությանը։ Եկեք շատ բարձ ասենք դա։ Ատե ինչու։ Իսկ կարևոր է, որ մարդիկ դրանք կվերկեն Սամվել Կարապետյանի նման ուժը Հայաստանի Սամվել Կարապետյանի նման մարդ ով ունի այդ ուժը ու ունի ազնվությունը շատ անկեղծ ասեմ ձեզ մարդ ով ահռելի կապ ունի այ ժողովրդի եկեղեցու հետ այ ժողովրդի պատմության հետ եւ սիրով է վերաբերվում որ կանգնի այ ժողովրդի կողքին որովհետեւ այդ հանդիպման ընթացքում որը Երևանում տեղի ունեցավ ոչ ոք Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերից հանդես չեկավ Հայաստանի տեղը սեղանի շուրջ դատարկ էր մեր պատանդները ոչ միտեղ չկային եկեղեցիների պակծումը թույլ տվեցին որ շարունակվի անգամ առանց մեկ մեկնաբանության այնպես առաջնորդների կողմից ովքեր թույլ տվեցին որ եկեղեցիները բացվեն մարդիկ են ովքեր ըստ իս կորցրել են լեգիտիմության իրավունքը ես շատ ուժեղ համոզմունքներ ունեմ ես հրա եմ բայց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչն եմ եղել Ուկրաինայում դեմ Զելենսկու ռեժիմի կողմից ահավոր բռնաճնշումների վերջին 3 տարիների ընթացքում ես այնքան տարեցեմ որ ուղղափառ եկեղեցուն ներկայացրել եմ ընդդեմ սովետական միության երբ փորձում են եկեղեցիները վերցնել Mesela իրենց հսկողության ներքո երբ խոսում ենք Արցախի մասին երբ խոսում ենք այն փաստի մասին որ ցեղասպանության հուշարձան կա Արցախում որը բացվեց ոչնչացվեց հենց վերջերս երբ Հայաստանում ցեղասպանության քննարկումը լուսաբանում ազգային հեռուստատեսությամբ կրճատվում է ինչը դա որևէ մեկին ցույց տալիս այն մասին թե ինչ ուղղությամբ է այս երկիրը ընթանում ես կարող եմ ասել դա շնորհիվ չպատվել նահատակներին ցեղասպանության ժամանակ նահատակվածներին ավելի վատ բան չկա հետո էլ քաղաքացիական տոն կազմակերպել ու փոթել ցեղասպանությունից ուշադրություն շեղել դա ինձ վատ բան չկա իմ գրքերի մեջ դա ինձ վատ բան չկա բան ինչը երբևէ չի կարելի անել պատանդներից հրաժարվել կամ բացել պատմությունը սեփական որովհետև եթե չես հարգում սեփական պատմությունը ուրիշ ոչ ոք չի հարգի ես որպես ավելի տարեց մարդ ձեզ պիտի ասեմ որ շոկի եւ զզվանքի ապրումներ եմ ունեցել երբ հետևել եմ թե ինչ է այստեղ տեղի ունեցել ցեղասպանության առնչությամբ եթե հայերը չեն հարգելու ցեղասպանությունը ինչպես անես որ աշխարհի մյուս երկրները հարգեն ցեղասպանությունը իսկ ցեղասպանությունը պետք է հարգել որովհետև դա ամբողջ հայ ժողովրդի նրանց այսօրվա վիճակի եւ այսօրվա վիճակում հայտնվելու պատճառների բացատրությունն է ինչու է սփյուռքը այսքան կարևոր եւ ինչ է Փաշինյանը արել նա պատերազմ է հայտարարել սփյուռքի դեմ դեպի վերջինս մեծ ուժի ձեռներեցության եւ աճի աղբյուր է նա իրենց դեմ պատերազմ է հայտարարել ես սփյուռքի հետ եմ խոսել ամբողջ աշխարհում ես չեմ խոսել մի սփյուռքահայի հետ ով Փաշինյանի իշխանության ներքո չվախենա Հայաստանի ապագայի համար եւ այս վերջին ցուցադրությունը եւ եվրոպական քաղաքական համայնքի ժողովը եւ եկեղեցու կապակցությամբ ընդհանրապես ընդգծում է եւ խորացնում է վախերը որոնք գոյություն ունեն եւ այս անգամ մատնանշել նաեւ որ ահավոր մի հայտարարություն արվեց կոնգրեսի անդամներից Ռենդի Ֆայնի կողմից որը այս ժողովրդի հանդեպ ապշեցնող բռնություն էր ինչ ասաց Փաշինյանը ինչ ասաց կառավարությունը երբ այդ անհավանատալի հայտարարությունն արվեց ոչինչ եղավ լռություն կարծես ամեն երկիր կարող է Հայաստանին դավաճանել երբ Հայաստանի առաջնորդը չի կանգնում եւ չի պաշտպանում իր ժողովրդին իրենց պատմությունը իրենց եկեղեցին եւ իրենց մշակույթը եւ հա թե ինչու ըստ իս Կարապետյանի այս տեխնացությունը այսքան կարևոր է իսկ ես հնարավորություն ունեցել եմ ժամանակ անցկացնելու ոչ միայն Սամվելի հետ ում ճանաչում եմ վաղուց այլև Նարեկի ով հոգով սրտով նվիրվել է Քարոզարշավին եւ որքան լսել եմ նա հոյակապ կարողացել է բոլոր 900 գյուղեր հասնել իր խոսքը
հասանելի դարձնել մարդկանց եւ բացատրել թե ինչքան գոյաբանական է այս ընտրությունը